Սուրբարության տոնը բացառիկ տոն է, որովհետև ինքը կենտրոնն է քրիստոնեության։ Ինչպես կասեր առաքյալը, եթե Քրիստոս հարություն չի արել, ուրեմն իզուր է մեր քարոզչությունը եւ իզուր է ձեր հավատքը։ Հետևաբար, սիրելիներ, Սուրբարության տոնը մեր քարոզչության եւ ձեր հավատքի հիմքն է։ Այս իմաստով ավագ շաբաթը գալիս է մեզ պատրաստելու զատկական այդ հրաշազարդ տոնին, որտեղ մենք մեկս մյուսից պիտի ավետիս տանք ասելով, թե Քրիստոս հարյավի մեռելոց։ Ցավոք սրտի երբեմն նկատում ենք, որ զատկական այդ գեղեցիկ տոնակատարությունների ամբողջական փաթեթի մեջ մեր ժողովուրդը կարծեք թե միայն կարևորում է ճրակալույցի երեկոյան մոմ տուն տանելու գաղափարը։ Երբեմն էլ հաջորդ օրը ուղակի պատարակի գնալու փոխարեն գնալ եկեղեցի եւ մեկ մոմ վառել։ Այդպես չէ։ Սիրելիները, զատկական տոնը, Սուրբարության տոնը մեր նոր կյանքի տոնն է, մեր հարության տոնն է, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը մեզ պատմում է ոչ միայն իր անձնական հարության մասին, այլ պատմում է եւ մեզ տրամադրում է այն ճանապարհը, որով մենք յուրաքանչյուր մեկս այդ հարությանը պետք է արժանանանք, եթե հավատանք եւ ընդունենք Տիրոջը։ Սուրբարության տոնը ոչ միայն հավիտենական կյանքի հաստատման տոնն է, այլ այս կյանքում նորացման, թարմացման, ավելի լավը դառնալու տոնը։ Եվ այդ է թերևս պատճառներից մեկը, որ Սուրբարության տոնին նախընտրած մեծ պահքի շրջանն է, որտեղ յուրաքանչյուր մարդ առիթը ունեցավ ինքն իրեն հետազոտելու, քննելու, հասկանալու, թե որտեղ է սխալ ապրում, որտեղ է ճիշտ ապրում, ինչպես կարելի է փոխել իրականությունը դեպի լավը, ավելի լավը դարձնել, այսինքն ապաշխարության շրջան անցնել։ Եվ այլևս նոր կյանք պիտի հաստատվի մեր անձերի մեջ իդեմս հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսի։ Սակայն պիտի հարցնեք եւ ասեք, ինչ է իրենից ներկայացնում նոր կյանքը, այսինքն ինչ անենք, այլտեղ գնանք ապրելու, նորովի ապրենք, ինչ որ մի բան թարմացնենք։ Ոչ, սիրելիներ, նոր կյանքը երբ մարդը փոխում է իր մտածողությունը, փոխում է իր մոտեցումը իր արժեքների նկատմամբ, իր մշակույթի նկատմամբ, իր հայրենիքի նկատմամբ, իր ժողովրդի եւ հավատի նկատմամբ, իր մայր եկեղեցու նկատմամբ, որովհետեւ քրիստոնեության ընդունումով հաստատվեց այդ նոր կյանքը հայոց իրականության մեջ։ Իզուր չէ, որ Սուրբ Տրդատ արքան եւ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը տարածեցին Հայաստանում, ցույց տալու համար, որ հային պետք է նորացնել, թարմացնել եւ նորովի միաբան դարձնել։ Ուրեմն Սուրբ Զատկի տոնը մեզ գալիս է միաբանելու, կրկին անգամ միասին դարձնելու, իդեմս մեր Տեր Հիսուս Քրիստոսի, ով գլուխն է մայր եկեղեցու։ Նոր կյանքը ենթադրում է խնամք եւ հոգատարություն անձերի նկատմամբ։ Սիրելի ծնողներ, ավելի վերանայեք ձեր հոգատարական եւ խնամական ընթացքը ձեր զավակների նկատմամբ։ Սիրելի զավակներ, հոգ տարեք ձեր ծնողներին, ինչպես պատվիրանը պիտի ասեր, պատվիր քո հորն ու մորը, որ քո օրերը երկար լինեն։ Հետևաբար Սուրբարության տոնով վերանայեք այդ մոտեցումը։ Ծերեր, համբերատար եղեք երիտասարդների նկատմամբ։ Երիտասարդներ, հարգեք ու պատվեք ծերերին, որովհետև նրանց խոսքը, նրանց խրատը ձեզ համար կարևոր է։ Մեր ազգագրության մեջ զատիկը առանձնանում է իր յուրահատկությամբ, անգամ կերակրատեսակները, որովհետև գիտեք, հայ ժողովուրդը սեղանի ժողովուրդ է, հացի ժողովուրդ է, եւ այդ է պատճառը, որ մենք ունենք տարատեսակ կերակուրներ կապված Զատկի տոնի հետ, որոնցից մի քանիսը բոլորիդ հայտնի է, ինչպես չամիչով, չրեղենով փլաֆը, ինչպես ներգված ծուն, ծուկը եւ նաեւ ինչու՞ չէ, գարան միսը։ Սիրելիներ, ծուն առանձնանում է իր խորհրդի մեջ։ Դուք բոլորդ ներգում եք ծվերը։ Երբեմն նկատում եմ մարդիկ կան, որտեղ շարունակում են սովետական մտածողությամբ տարբեր գույների ներկել ծվերը։ Սխալ է։ Լավագույն եւ ճիշտ տարբերակը կարմիրն է, արյան գույնն է, որովհետեւ այդ ծուն խորհրդանշում է աշխարհը, որի համար Քրիստոսի արյունը թափվեց։ Այո, պիտի տեսնենք տարբեր սոցցանցերում, տարբեր մարդկանց մոտ ինչ-որ զանազան դիզայնով, նկարչությամբ, ծվերի պատրաստում։ Դա մերը չէ, դա մեզ չի վերաբերում։ Դա ուղղակի արվեստի մի ուղղություն է դարձել, կարելի է ասել։ Աշխարհը նաև ինչ-որ նապաստակների է հիշատակում զատկական տոնին, նապաստակը մեզ հետ կապ չունի։ Մեզ հետ ուղղակիորեն կապված է այդ նոր կյանքը եւ այն արյունը, որ Քրիստոս թափեց այդ նոր կյանքի համար։ Եվ մինչև սեղան նստելը զատկական տոնին, սիրելիներ, պիտի նախ եւ առաջ հաղորդակցվեք այդ խորհրդի հետ եւ հաղորդակցման միակ տեղը եւ վայրը Սուրբ եկեղեցին է։ Հետևաբար եկեղեցի չեն գնում ուղղակի մոմ վառելու, գնում են փնտրեն հարություն առած Քրիստոսին, իրենք իրենց հաստատեն այդ Քրիստոսի հետ Տիրոջ տան մեջ։
Եվ այդ առաջին ավետիսը տալիս է ճրակալույցի երեկոն, երբ բոլոր եկեղեցիներում հայկական մատուցվում է սուրբ պատարագ եւ մարդիկ իրեր ողջունում են ասելով, թե Քրիստոս հարյավ մեռելներից եւ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Ինչպես նաեւ հաջորդ օրը Կիրակի օրը առավոտյան սուրբ պատարագի նույն ողջունով մեկս մյուսից պիտի դիմավորենք, հանդիպենք եկեղեցում եւ ուրախանանք, որովհետեւ նոր կյանքը սկսված է Քրիստոսով։ Հետևաբար զատիկը մեր ընտանիքների տոնն է, որտեղ մենք դրանով զատվում ենք, տարբերվում ենք այն բոլոր մարդկանցից, որոնք դեռ կորցրել են այլևս ընտանիքի գաղափարը, իսկ հայ ժողովուրդը դեռ պահում է եւ պիտի պահի այդ ընտանիքը, որտեղ յուրաքանչյուր մեկիս ընտանիքը փոքր եկեղեցի է, բայց մենք որպես ընտանիք պիտի կարողանանք կայանալ մեր մայր եկեղեցում, որովհետեւ մեր ընտանիքների ամրությունը եւ նրա սնունդը հոգևոր առումով ստանանք այդ եկեղեցուց։ Ուրեմն բոլորիդ հրավիրում ենք մայր եկեղեցիներում լինել, ձեր մայր եկեղեցիներում, ձեր շրջանների եկեղեցիներում, ձեր ծխերի եկեղեցիներում, ձեր հոգևորականների հետ միասին նշելու, դիմավորելու Սուրբ Հարության տոնը, որովհետև չկա ավելի գեղեցիկ ապրում, քան Քրիստոսի հետ մեռնել եւ Քրիստոսի հետ հարություն առնել, որպես նոր մարդ դարձած։ Ինչպես առաքյալը պիտի ասեր, այլևս ես չէ որ ապրում եմ, այլ Քրիստոս իմ անձի մեջ։ Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։